Բարի լույս Երկիր մեդիայի սիրելի հեռուստադիտող, մենք այժմ տեղափոխվելու ենք թատրոնի աշխարհ, հատկապես Մնջախաղի թատրոն, որտեղ կա նոր ներկայացում։ Մարտի 29-ին Մնջախաղի թատրոնի բեմ կբարձրանա երկու գումարած մեկ ներկայացումը, նախատեսված ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծիկների համար։ Ներկայացում, որի հեղինակների համոզմամբ յուրաքանչյուր մեծահասակ հանդիսատեսին կտեղափոխի մանկական աշխարհ, վերապրելու մանկության հույզերն ու հիշողությունները։ Եվ ներկայացման մասին կզրուցենք Մնջախաղի թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանի եւ դերասանուհի Լիլի Հակոբյանի հետ։ Բարի ձեզ։ Բարի լույս։ Բարի գալուստ մեր տաղավար եւ Լիլիին իհարկե մի ամսյակի արդիվ շնորհավորենք, դեռ չի ավարտվել։ Շնորհակալություն ձեզնից։ Շնորհակալություն։ Օգտվելով առիթից մենք էլ շնորհավորենք բոլոր կանանց եւ աղջիկներին։ Չէ, թատրոնի միջազգային կապակցությամբ, որ 3 ամսի 27-ին մեր տոնն էր եւ մենք շատ լավ ուրախ անցկացրեցինք այդ Եվ արտավազդ մրցանակաբաշխությունը մենք մոռացանք խոսել դրա մասին։ Ունեցանք արդեն տարվա, իհարկե ինձ համար այս մասնագիտության մեջ տարվա կամ ամսվա չի լինում հաղթողներ կամ ինչ-որ, բայց ընդհանուր առմամբ այո ունեցանք գոնե ինչ-որ տեսլական, թե ովքեր էին տարվա ընթացքում աչքի ընկել, բայց այսօր այդ մասին Այո, դրան դեռ կանդրադառնանք, այսօր խոսելու ենք երկու գումարած մեկ ներկայացման մասին։ Մնջախաղի թատրոնը իհարկե բացառիկ թատրոն է, երբ խոսքերն ավելորդ են, ամեն ինչ կարելի է մարմնի լեզվով ասել։ Հիմա հետաքրքիր է մանկական ներկայացում, թեպետ եւ մեծերի եւ փոքրերի համար, ինչու տարվա այս շրջանում որոշվեց տեղափոխվել մանկություն, սովորաբար չէ, հունիս մեկյան ներկայացումներ են լինում այս մանկական ներկայացումները։ Դե մենք նախորոք նախապատրաստվել ենք, որ հունիսի 1-ին ունենանք շրջագայություններ եւ մեր մարզերի երեխաներին էլ ուրախացնենք այս գեղեցիկ ներկայացումով։ Ճիշտ է։ Այո, Պատմել ներկայացման առհասարակ բովանդակության, հաղորդագրության, ստեղծման մասին։ Նախ նշեմ, որ բեմադրող ռեժիսորը այս ներկայացման 2+1 ներկայացման Արտուր Հայրապետյանն է, նա եւ խաղում է ներկայացման մեջ եւ ռեժիսորն է ու սցենարի հեղինակն էլ նաեւ ինքն է ու ընդհանրապես ինքը վաղուց միտք ուներ կյանք տալու այս ներկայացմանը, ուղղակի ոնց է լինում, որ ստեղծագործական process է սկսում դու ինքդ քո հետ անընդհատ sense քո մեջ ամեն ինչ կազմակերպում ես, որոշում ես եւ նոր գալիս ես այն որոշմանը, որ պիտի անես դա։ Ընդհանրապես շեշտը դրված չէ հենց մանկական ներկայացման վրա, որովհետև ինքը ամբողջ ընտանիքի համար է, տարիքային սահմանափակումներ չկան, ցանկացած տարիքի հանդիսատես կարող է գալ եւ դիտել, ինքը շատ այսպիսի կարևոր մեսիջով ներկայացում է, որ կան մարդիկ, այսինքն, որ կորցնում են իրենց լավագույն տարիները, կորցնելը մի քիչ կոպիտ եմ ասում, բայց այն ժամանակ, երբ որ իրենք դեռահաս են կամ փոքրիկ երեխա են լինում, իրենք չեն հասկանում, որ այդ ժամանակաշրջանում իրենց կյանքի պիտի լավագույնը քաղեն այդ ամեն ինչից եւ երջանիկ լինեն, ուրախանան, խաղան ու այդպիսի Ոչ մեկ չենք գիտակցում, չենք գիտակցում։ Ու ներկայացումը հենց դրա մասին է, որ մենք չենք գիտակցում եւ ցանկացած տարիքի մարդ, դեռահասներից սկսած մինչեւ ամենահասուն տարիքի հանդիսատեսը հենց դա է տեսնելու բեմում, որ պետք է գնահատել մանկությունը, այդ երջանիկ տարիները ու գլխավոր 3 հերոսները, ովքեր կան ներկայացման մեջ, 3 ընկերներ են, 2 տղա եւ մի աղջիկ։ Այդ 2 տղաները են դասական չար փոքրիկ տղաների կերպարներն են, որոնք որ միշտ տենց անընդհատ բակում են, խաղում են, չարություններ են անում եւ այլն, իսկ աղջիկը, որը նույնպես իրենց ընկերն է, այդպիսի ավելի խիստ դաստիարակություն է ստացել, իրեն տանը ասել են, որ դու պիտի գիրք կարդաս, դու պիտի կենտրոնանաս քո ապագա մասնագիտության վրա եւ թեպետ եւ նա միշտ բակ գնալուց ուզում է խաղալ, ուզում է ուրախանալ, միշտ իր ուղեղում դա է, որ դու պիտի գիրք կարդաս, դու պիտի կենտրոնանաս ուրիշ բաների վրա եւ ոչ խաղերի վրա ու արդեն երբ որ ավելի է զարգանում ներկայացումը ցույց են տալիս թե այդ ամեն ինչը ինչպես է այդ 3 կերպարներին տարբեր ուղիներով տանում կյանքում ու վերջում ինչ է դառնում այդ ամեն ինչից ու հենց դա կտեսնի հանդիսատեսը որ պետք չէ անել այնպես որպեսզի հետո զղջաս եւ ուղղակի սկսես
ափսոսել այդ Այո, դա ամենը։ կյանքի բոլոր փուլերը։ Բայց շատ լավ է ավարտվում։ Իմ Եկեք ավարտի մասին չասենք, թող գան եւ նայեն, ամեն Այո, կուզեմ հասկանալ ինչու կենտրոնացում եղավ այս աշխատանքի վրա եւ ինչու գնահատվեց հենց այս շրջանում այս թեման։ Գնահատվեց Արթուրի այդ ջիղը, ցանկությունը բեմադրություն անելու, ասեմ, որ նրա առաջին փորձն է որպես ռեժիսորի, որպես հեղինակի եւ կարծիքով շատ հետաքրքիր է ստացվել։ Ինքը այնքան խանդավառված էր այդ աշխատանքով, ամեն անգամ երբ մենք հանդիպում էինք, իր աչքերը վառվում էին, ես հասկանում եմ ինչքան սիրով է լցված, ինչքան պատրաստ է։ Իմ վարպետը Ալբերտ Մուշեղիչը ասում էր, որ ներկայացումը չպիտի վերցնես, որոշես առավոտ արթնանաս ու բեմադրես, այդ ներկայացումը պիտի սիրահարվես, հետո այդ գործով պիտի հղի անաս, ցավ քաշես, հետո ի վերջո այդ ծնունդը լինի եւ միշտ այդ զուգահեռները անցկացնում են, ես հասկացա, որ Արթուրը այդ լրիվ process-ներով անցած է, արդեն ցավերի մեջ է, հիմա պետք է օգնենք այդ մարդուն, որ այդ երեխան ծնվի ու վաղը այդ շատ սիրուն ներկայացումը ծնվելու է ու այս իմ կարծիքով այս գադջետների աշխարհում, այս թվային աշխարհում այդ ներկայացումը շատ լավ մեսիջ է եւ շատ լավ ուղղություն է դեպի մանկություն, դեպի բակի խաղերը, դեպի կենդանի շփումը։ Մենք առաջին անգամ չէ որ անդրադառնում ենք այդ թեմային, որովհետեւ մեր դարաշրջանում իմ կարծիքով այդ ամենամեծ պրոբլեմն է, որ մենք պետք է կարողանանք մեծերս հեռու բայենք երեխաներից ինչքան հնարավոր է եւ մեծերը լինեն հեռու, որպեսզի կարողանան պահել։ Վերնագիրը 2 գումարած 1, 2 տղա եւ 1 աղջկա մասին է։ Այո։ Ինչպես Այդ գումարած մեջ էլ իմաստ կա, որ Ահա։ հանդիսատեսը վերջում նույնիսկ իրեն հարց է տալու ու այդպես ինչ որտեղ նաև հարցական է մնալու, բայց երկուսը գումարվեց մեկին, թե ոչ։ Դա արդեն իրենք սեփական աչքերով կտեսնեն բեմում։ Երաժշտական ինչ լուծումներ եք առաջարկում, որովհետև Մնջախաղի թատրոնում այդ շարժումներին Պլաստիկան, գործող գենետիկ դերում է շարժումները։ գլխավոր երաժշտությունը։ Մնջախաղի արտիստների մոտ ընդհանրապես երաժշտությունը իրենց լավագույն ընկերն է։ Չեմ ասի, որ երաժշտության այդպես ուղեկցության տակ շատ ենք ընկնում, որովհետև եթե օրինակ այս դեպքում համեմատենք պարողների հետ, չէ, նրանց նույնպես շարժման արվեստ է։ Իրենց ուղեկցում է երաժշտությունը, իսկ մենք Մնջախաղի արտիստներս անում ենք այնպես, որպեսզի երաժշտությունը այս դեպքում մեզ ենթարկվի եւ մենք իրեն տանենք։ եւ երբեմն լրությունն էլ է մեզ պետք։ Այո, լրությունն է։ Նույնիսկ լրությունը այսպես հնչեղ է լինում, ավելի հնչեղ է լինում երբեմն Մնջախաղի ժանրի ներկայացման մեջ, քան երաժշտությունը հենց։ Մեր հնչյունային ռեժիսորը Ալեքսանդրան մեր թատրոնի ինքը արել է երաժշտական ձևավորումը, իսկ երաժշտությունները մենք այսպես տարբեր տեղերից հավաքագրել ենք, իսկ ինքը արդեն տենց ստացել է իր ձևավորումներով ու նաև երաժշտության տեսանկյունից շատ դինամիկ ու հետաքրքիր է ամեն ինչը լինելու։ Հնչելու է եւ կլասիկա եւ ժամանակակից երաժշտություն, այսինքն շատ հետաքրքիր է լինելու։ Մեր մանկությունից հիշողություններ արտնացնող երաժշտություններ։ Դե արդեն շատ փակագծեր են ասում։ Կարծում եմ գաղտնիքներ բան։ Ներողություն։ Ինձ նաև հետաքրքիր է միշտ հետաքրքրել, բայց հատկապես այս դեպքում երբ կարծես թե ամեն ինչ խոսքերով ասելու մասին է, դուք միայն Մնջախաղով եք ցույց տալիս։ Ինչ դժվարություններ կա, երբ խոսք չկա, փոխանցել եւ արդյոք երբ որ դուք չեք պատմում, հանդիսատեսից սովորաբար զգում եք, որ նրանք ընկալեցին։ Մնջախաղի դեպքում դժվարությունները ինչու՞մն է։ Դժվարություններ լինում են երբեմն մեր հանդիսատեսի համար, որ մեղմ ասած ոչ այդքան մաչելի է լինում Մնջախաղի տեսանկյունից, որ կարող է լինել հանդիսատես գալ իր ձևով ընկալել, բայց կարող է լինել եւ հանդիսատես, որ գա ու եւ հասկանա եւ չհասկանա, բայց այս դեպքում 2+1-ի դեպքում մատուցել ենք շատ մաչելի կերպով ու ինձ թվում է, որ ցանկացած հանդիսատես հասկանալու է եւ ընթեռնելու է հատկապես փոքրերը, որովհետեւ ավելի քան մաչելի ու հասկանալի ամեն ինչ լինելու, այս ներկայացման մեջ այդ բեմադրողական կառուցվածքը հենց այդպիսին է, որ տեսարաններով ամեն ինչ ասված է։ Իմ կարծիքով, ինչպես որ յուրաքանչյուր խորը արվեստ, թե կերպարվեստում, թե երաժշտության մեջ, թե թատրոնում,
այդքան էլ կարևոր չի ամեն ինչ հասկանալի լինելը, օրինակ ամեն ինչ հասկանալի է, լավ անուններ չտամ, ամեն ինչ պարզ է, ամեն ինչ հասկանալի է, ամեն ինչ մատչելի է, ավելի ցածր տեսակի արվեստում, հա, իսկ այստեղ ինձ համար կոնկրետ որպես հանդիսատեսի ավելի թանկարժեք է զգայական մասը եւ ես նայում եմ մեր ներկայացումները, ես թուլանում եմ, անջատվում եմ ու հիպնոզի նման տրվում եմ այդ տվյալ ներկայացմանը հեղինակին ու հեղինակը եւ դերասանները ինձ սկսում են տանել։ Թե հիմա ես դուրս գալուց արդեն ինձ համար ինչ եմ խաղում, ինչ եմ զգում, դա թանկ ինձ համար, քան թե որ ամեն ինչ հասկանամ, վերջում էլ հերոսները համբուրվեն ու happy end-ը լինի, հոլիվուդյան կինոները։ Հանդիսատեսը հատկապես երբ երեխա է լինում, դժվար այո ամբողջ խորությամբ հասկանալի լինի, ավելի հենց գայական դաշտն է։ Ջախավի թատրոնում սովորաբար շատ հենց ինչպես սկզբից կարդացինք, մեծերի ու փոքրերի համար է, որովհետև այն, որ դուք նշեցիք, թե դուք տալիս եք, հա, առաջին տպավորությունը զգայական ով ինչը զգում է, դա տարիք ինձ թվում է չի ճանաչում։ Դուք չեք պատկերացնի, թե ես որպես տնօրեն շատ ուշադիր եմ հանդիսատեսին ներկայացումների ժամանակ, մենք ունենք Ալիսի երազում ներկայացում, բավականին երկար ծավալուն ներկայացում է ու այնտեղ առաջին մանկական ներկայացումն է եղել Ալիսը։ Ու այնտեղ 3 տարեկան երեխա էր նստած պապիկի գոքին եւ ես ուշադիր եի այդ երեխաների ռեակցիային ու այդ երեխան այդ հիպնոզի մեջ այդ մի ժամը այսպես ուշադիր նայել է ու ամբողջ դալիճը երբեմն շատ ներկայացումներ կան խոսքերով, երգերով, բաղներով, լույսերով, որ երեխաները սուրճ չեն մնում, դերասանը գոռում է որ տեքստը տեղ։ Որովհետև հենց երեխան է որ չէ, երբեք խոսքով անհնար է լինում որ նրան ինչ որ բան բացատրել խոսքերով, բառերով, այլ սիրով, ջերմությամբ, պետք է չէ գրկելով, այ դա երևի նույնն է որ այդ զգայական դաշտն է բացվում նրանց եւ ավելի ընկալելի է դառնում։ Ասեն Մնջախաղի թատրոնը հասկացանք որ ավելի երեխաների համար։ Երրորդ Ես համաձայն ես իմ ամենասիրած ներկայացումները Մնջախաղի թատրոնում են, որտեղ ես ժամկետ հեռախոսի մեջ չեմ մտնում։ Մնացած բոլոր թատրոններում ես տեքստը լսում եմ, բայց հեռախոսի մեջ չեմ, դա կարող է նշանակություն ունենալ, բայց նաև ինձ հետաքրքիր, քանի որ Մնջախաղի թատրոնը հատկապես լեզվի մասին չէ, լեզվակրության, ապա ինչ դրսի համար, ինչ ներկայացումներ, այս ներկայացումը նախատեսում եք տանել դուրս, թե ինչ եք ուզում անել ներկայացման հետ։ Դա խոսքի խնդիր չկա։ Մենք հիմա շատ լավ լայն քաղաքականություն ենք վարում, Եվրոպայում շատ եղել ենք արդեն, ես ուզում եմ, եթե հետաքրքիր է, արդեն շպարգալկայից պիտի օգտվեմ, որովհետև հյուրախաղերը շատ են, այսինքն արագ կարդամ, որ դուք պատկերացնեք մեր աշխարհագրությունը։ Ուրեմն Իսպանիայում եղանք փետրվարի 21-ին Վետեն փառատոնին, Ռուսաստանում ենք մի քանի օրից մեկնելու է խումբը, ինչպես նկարել թռչուն ներկայացումով, Միմիգրանտի մեր ամենամյա, այսպես մեր սիրելի փառատոններից մեկն է Սանկտ Պետերբուրգում, ապրիլին լինելու ենք Հյուսիսային Մակեդոնիայում, Բուլղարիայում ենք լինելու հունիսին, Լեհաստանում ենք լինելու սեպտեմբերին, Գերմանիայում կլինենք եւ կլինենք Կիպրոսում։ Այս տարի հետաքրքիր այո աշխարհագրություն եք նախատեսում, մենք ձեզ հաջողություններ ենք այդ առումով ցանկանում։ Այս ներկայացումը թե տարբեր ներկայացումներ էլ դերևս այս ներկայացման հետ կապված դե մի տարի առաջ ենք այդ բանակցությունները եւ այլն, այս ներկայացումը մենք պատրաստել ենք այնպես, որ կարծում եմ 2 ճամպրուկով կարողանանք շրջագայել ու այս ներկայացման ռեկվիզիտային առումով թեթև ներկայացում է, պաստորեն։ Հուսամ այս ներկայացումն էլ կունենա լավ ճանապարհորդություններ։ Այո։ Հուսանք։ Մենք էլ իհարկե ձեզ հաջողություն ենք մաղթում, վաղը արդեն կլինի բեմում ներկայացումը, վստահաբար ամեն ինչ շատ լավ է անցնելու, լինելու է բնականաբար խաղացանկային, այո, եւ ոչ միայն վաղը, այո, կարող են հետևել եւ գալ ապրիլի 18-ին էլ բացված է ներկայացումը, խնդրեմ համեցեք տոմսերը ձեր չեն հասցնի դեռ վաղը գնալ, չնայած դեռ տոմսեր կան, կարող եք գնալ, նաեւ կարող գնալ ապրիլին, կարևոր ներկայացում զգալու, ինչպես արդեն քննարկեցինք, Ձյանը պնդում է փոքրերի համար, ես պնդում եմ մեծերի։ Նաև փոքրերի, այո, ավելի ընկալելի, այո։ Այո, առաջարկում ենք գնալ եւ գնաք եւ ինքներդ որոշեք, թե ինչ տարիքի համար եւ ինչ զգացումներ դուք զգացիք։
Իսկ ես հավելեմ, որ զրուցում էինք Մնջախաղի թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանի եւ դերասանուհի Լիլի Հակոբյանի հետ։ Կրկին շնորհակալություն։ Դուք մի փոխեք հեռուստաալիքը, մենք բարև երկիրն ենք։